Ահա ժամանակը ուրախության և հոգով ցնծալու, ահա մոտեցան օրերը մեր բաղձանքի և սիրո, օրերը ձեր հոգևոր ամուսնության։ Սխալ չի լինի ամուսնություն անվանել այն, ինչ այսօր կատարվում է, և կարող ենք ոչ միայն ամուսնություն, այլ անգամ կամավոր զինվորագրության հրաշալի և ամենաանսովոր եղանակ անվանել այն։ Որևէ հակադրություն չկա ամուսնության և զինվորական ծառայության միջև։ Որպեսզի չկարծեք, թե հակադրություն կա, եկեք լսենք Սուրբ Պողոս առաքյալին, որն այս երկուսի մասին էլ գրում է։ Կորինթացիներին ուղղված երկրորդ թղթում նա ասում է. «Ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի մի մարդու, որպես մի անբիծ կույս Քրիստոսին ներկայացնելու համար»։ Իսկ Եփեսացիների թղթում նա խոսում է իբրև մեկը ճակատամարտի գնացող զինվորներից և ասում է. «Աստծո սպառազինությունը հագեք, որպեսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին»։ Տեսնում եք, որ Սուրբ Պողոսը նույն համատեքստի մեջ օգտագործում է երկու համեմատություններն էլ։ Այսօր իսկապես տոն է և երկնքում, և երկրի վրա, և եթե այսպիսի ուրախություն է մեկ ապաշխարող մեղավորի համար, ապա որքան մեծ է հրեշտակների, հրեշտակապետերի և բոլոր զորությունների ուրախությունը երկնքում, նաև երկրում բոլոր արարածների մեջ, երբ նրանք տեսնում են, որ այսքան մեծ բազմությունը, արհամարհելով սատանայի որոգայթները, լրջորեն ցանկանում է անդամագրվել Քրիստոսի հոտին։ Եվ դարձյալ, թույլ տուր ինձ խոսել քեզ հետ այնպես, ինչպես նորահարսի հետ, որը պիտի տարվի սուրբ առագաստ։ Թույլ տուր ինձ նաև ակնարկել Փեսայի մեծ հարստության և անճռելի բարության մասին, որ նա ցուցաբերում է իր հարսի նկատմամբ։ Թույլ տուր ինձ հիշելու նաև գարշելի անցյալը, որից ազատվել է հարսը, և փառավոր ապագան, որով նա պատրաստվում է ուրախանալ։ Եվ եթե կամենում ես, եկ տեսնենք, թե ինչ վիճակում է նա գտնվում, բացահայտենք նրա գարշելիությունը, չնայած որի Փեսան թույլ է տալիս, որ նա գա իր մոտ։ Սա պարզ կերպով մեզ ցույց է տալիս մեր բոլորի Տիրոջ անսահման բարությունը։ Նա ուզում է, որ նա որպես իր հարս գա իր մոտ ոչ թե որովհետև բաղձում է նրա գալուստը կամ գեղեցկությունը, ընդհակառակը, հարսը, որին նա բերում է իր առագաստը, այլանդակ է ու գարշելի, ամբողջովին ու ամոթալիորեն աղտոտված և թավալված իր մեղքերի ճահճի մեջ։ Իմ այս խոսքերը լսողներից ոչ ոք թող չընկնի դրանց կոպիտ և մարմնավոր մեկնաբանությունների մեջ։ Ես խոսում եմ հոգու և նրա փրկության մասին։ Երբ Սուրբ Պողոսը, որը բարձրացավ հոգով, ասում է. «Ձեզ համար նախանձախնդիր եմ Աստծո նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի մի մարդու, որպես մի անբիծ կույս Քրիստոսին ներկայացնելու համար», նա պարզապես նկատի ունի այն, որ ինքը մաքուր կույսի պես Հիսուսին իբրև հարս է տալիս այն հոգիները, որոնք առաջադիմել են Աստված պաշտության մեջ։ Այժմ, երբ մենք ճիշտ ենք հասկանում այս, եկեք պարզենք, թե ինչպես է հարսն այլանդակվել նախկինում և կզարմանանք Տիրոջ բարության վրա։ Ինչը կարող է ավելի գարշելի լինել, քան այն, երբ հոգին ոտնահարելով իր պատշաճ արժանապատվությունը, մոռանալով բարձունքից իր ազնիվ ծագումը, պաշտում է քարե և փայտե կուռքերին, կենդանիներին և այլ բաների, որոնք ավելի քիչ պատվի են արժանի, քան սրանք, երբ հոգին զզվելի է դառնում այրվող ճարպի հոտից, պիղծ արյունից և ողջակեզների ծխից։ Քանի որ այսպիսի աղբյուրներից են շուտով ծնվում զվարճությունների հանդեսները, խնջույքները, գինարբուքները, սանձարձակությունները և բոլոր ամոթալի արարքները, որոնք դիվական ուրախություններ են բերում նրանց, ովքեր նրանց են ծառայում։ Բայց երբ բարի Տերը,
տեսնում է իր հարսին այսպիսի վիճակում, ընկած չարիքի անդունդի մեջ, մերկ և ամպարկեշտ, նա չի նայում ոչ նրա տգեղությանը, ոչ նրա լիակատար աղքատությանը, ոչ էլ նրա չարիքների բազմությանը, այլ իր գերազանցող բարությամբ նրան ընդունում է իր ներկայության մեջ։ Այսպիսին է տնօրինությունը, որը նա հայտնում է ասելով մարգարեի բերանով. «Դուստր, լսիր և տես, մոտեցրու քո ականջը, մոռացիր քո ժողովրդին և քո հորտունը, քանզի թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը»։ Տես թե ինչպես է նա իր բարությունն արտահայտում շատ հեռվից, դուստր անվանն արժանացնելով մեկին, որն ապստամբել է իր դեմ և հնազանդվել պիղծ դևերին։ Ոչ միայն այդ, այլ նաև հաշիվ չի պահանջում նրա օրինազանցությունների համար, ոչ էլ արդար դատաստան է տեսնում, այլ միայն խրատում է և հորդորում նրան լսելու և ընդունելու իր կանչն ու առարկությունը և քաջալերում է նրան մոռանալու անցյալը։ Տեսնում ես նրա անճարելի բարությունը, տեսնում ես նրա գեղեցիկ խնամակալությունը։ Սուրբ Դավիթն այս խոսքերն ուղղում է թշվառ վիճակում գտնվող ամբողջ աշխարհին։ Այժմ մենք հնարավորություն ունենք ասելու այդ նրանց, ովքեր բաղձում են Քրիստոսի լուծը և ովքեր շտապում են հոգևոր զինվորագրության։ Այժմ ժամանակն է, որ ես բարձրացնեմ իմ ձայնը և ասեմ այստեղ գտնվող ներկաներիդ փոքր-ինչ փոխելով մարգարեի խոսքերը։ Դուք, որ Քրիստոսի նոր զինվորներն եք, մոռացեք ամբողջ անցյալը, մոռացեք ձեր չար ճանապարհները, լսեք, խոնարհեցեք ձեր ունկը և ընդունեցեք լավագույնը խրատներից։ Դավիթն ասում է. «Դուստր, լսիր և տես, մոտեցրու քո ականջը, մոռացիր քո ժողովրդին և քո հորտունը»։ Տեսնում ես, այսօր մենք քո սիրելի ժողովին անում ենք նույն կոչը, որը մարգարեն արեց ամբողջ աշխարհին, քանի որ մոռացիր քո ժողովրդին ասելով, նա նկատի ունի կռապաշտությունը, մոլորությունները և դևերի երկրպագությունը, և քո հորտունը, այսինքն մոռացիր քո նախկին վարքը, որը տանում է քեզ դեպի այն ամոթը։ Մոռացիր դրանք և դեն նետիր քո մտքից այն ամենը, ինչը քեզ կարող է վերադարձնել դեպի քո անցյալը։ Դրա համար դու պիտի անես միայն այս. հեռու պիտի մնաս քո ժողովրդից և քո հորտնից, այսինքն քո նախկին անօրինություններից և դևից, որը կլանել էր քեզ և որի վրա դու անօգուտ վատնել էիր քո հոգին, դրա հետ նաև քո մարմինը, որովհետև թագավորը ցանկացավ քո գեղեցկությունը։ Տեսնում ես, սիրելի, որ իմ ճառը վերաբերում է հոգուն, քանի որ մարմնի ֆիզիկական այլանդակությունը չի կարող փոխվել գեղեցկության։ Տերն այնպես է սահմանել, որ այն չդառնա ոչ շարժման և ոչ էլ փոփոխության ենթակա, սակայն հոգու դեպքում այսպիսի փոփոխությունը դյուրին է և շատ պարզ։ Ինչու է այդպես և ինչպես է այդ հնարավոր։ Ինչ վերաբերում է հոգուն, ապա այն ամբողջովին ազատ է կարիքից, հետևաբար, երբ այլափոխված և ծայրաստիճան գարշելի դարձած հոգին հանկարծ կամենա, կարող է փոխվել, կարող է բարձրանալ դեպի գեղեցկության գագաթը և կրկին դառնալ խաղաղ և վայելուչ, սակայն եթե անհոգանա, կարող է կրկին ընկնել ծայր գարշելիության մեջ, հետևաբար, թագավորը կցանկանա քո գեղեցկությունը, եթե դու մոռանաս անցյալը քո ժողովրդին, ինչպես առաքյալն է ասում, և քո հորտունը։ Ամուսնությունը մեծ խորհուրդ է։ Տեսնում ես Տիրոջ բարությունը, իզուր և առանց պատճառի չէր, որ իմ ճառի սկզբում ես հոգևոր ամուսնություն անվանեցի այն, ինչ տեղի է ունենում այստեղ, որովհետև այն ամուսնության ժամանակ, որը մենք կարող ենք տեսնել մարմնավոր աչքերով,
անհնարին է, որ հարսը միանա իր ամուսնուն, մինչև չմոռանա իր ծնողներին և նրանց, ովքեր խնամել են իրեն, և մինչև իր ամբողջ կյանքը, ամբողջը և ամբողջությամբ չտա նրան, ով պիտի միանա իրեն իբրև իր փեսա։ Սուրբ Պողոսը ամուսնության մասին խոսելիս այն խորհուրդ է անվանում, նա ասում է. «Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից, և երկուսը պիտի լինեն մեկ մարմին»։ Եվ երբ նա խորում է այդ կապի ամրության մասին, զարմանքով գոչում է. «Այս խորհուրդը մեծ է»։ Այո, իսկապես մեծ է։ Մարդկային ընկալմամբ այն, ինչ տեղի ունենում ամուսնության մեջ, կարելի է հասկանալ այսպես, որ երիտասարդ կինը, որը սնվել է իր տանը իր մոր կաթով և խնամքով դաստիարակվել, հանկարծ, երբ ամուսնության ժամանակը գալիս է, մեկ րոպեում մոռանում է իր մոր չարչարանքները և ամբողջ խնամքը, մոռանում է իր ընտանիքը, իրենց ընտանեկան սիրո կապը, մի խոսքով ամեն ինչ, և իր ամբողջ կյանքը տալիս է մի մարդու, որին ինքը չի տեսել մինչև այդ օրը։ Նրա կյանքն ամբողջությամբ փոխվում է, այդ մարդը նրա համար դառնում է ամեն ինչ։ Նա նրան համարում է իր հայրը, իր մայրը, իր ամուսինը, իր ազգականը և այլևս չի հիշում նրանց, ովքեր այդքան տարիներ խնամել են իրեն։ Այսպիսով, երկուսը միավորվում են, և դրանից հետո նրանք այլևս երկուս չեն, այլ մեկը։ Ադամը, առաջին մարդը, մարգարեացավ այս մասին և ասաց. «Թող սա կոչվի կին, որովհետև իր ամուսնուց ստեղծվեց»։ Այդ իսկ պատճառով տղամարդը, թողնելով իր հորն ու մորը, պետք է միանա իր կնոջը, և երկուսը պետք է լինեն մեկ մարմին։ Նույնը կարող է ասել նաև ամուսինը, որովհետև նա նույնպես մոռանում է իր ծնողներին, իր հոր տունը միանալով կնոջը, որն այդ օրն է միացել իրեն։ Ավելին, ցույց տալով այս միության անքակտելիությունը, Սուրբ Գիրքն ասում է. «Նա պետք է միանա իր կնոջը», և ավելացնում է. «Եվ երկուսը պետք է լինեն մեկ մարմին»։ Այս պատճառով էլ Հիսուս նույնպես բերում է այս վկայությունը ասելով. «Ապա ուրեմն ոչ թե երկու, այլ մի մարմին են»։ Այսպիսով, մտերմությունը այս միությունն է, երբ երկուսը դառնում են մեկ մարմին։ Ասա ինձ, որ միտքը կարող է հասու լինել սրան, որ մտքի զորությունը կարող է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Միթե ամբողջ աշխարհի օրհնյալ վարդապետը չճշտեց ասելով, որ այն խորհուրդ է, և միայն խորհուրդ չասաց, այլ թե այդ խորհուրդը մեծ է։ Եթե զգայական աշխարհում այն խորհուրդ է և մեծ խորհուրդ, ինչ կարող ենք պատշաճ կերպով ասել այս հոգևոր ամուսնության մասին, որովհետև այստեղ ամեն ինչ վերաբերում է հոգևորին։ Այժմ ուշադրություն դարձրեք, որ այն, ինչ կատարվում է այստեղ, միանգամայն հակառակ է զգայական աշխարհում կատարվողին։ Մարմնավոր աչքերով տեսանելի ամուսնության մեջ ոչ ոք իրեն իբրև կին չի առնում մեկին, առանց հաշվի առնելու նրա մարմնական գեղեցկությունն ու, որ ավելի կարևոր է, նրա առողջությունը։ Հոգևոր ամուսնության մեջ նման բան չկա։ Ինչու՞։ Որովհետև այն հոգևոր աշխարհին է վերաբերում։ Իր գթասիրությունից շարժվելով մեր փեսան շտապում է փրկել մեր հոգիները։ Նույնիսկ եթե որևէ մեկն այլանդակ է, աչքի համար տգեղ, ծայրաստիճան աղքատ կամ ստոր ծագումով, ստրուկ է կամ անապաստան, խեղանդամ կամ իր մեղքերի չարությամբ ծանրաբեռն, փեսան մազաչափ իսկ խտրություն չի դնում, ոչ հետաքրքրասեր է և ոչ էլ հաշիվ է պահանջում։ Պարգևները, որ նա է տալիս, առատ են ու սքանչելի։ Նա մեզ միայն մի բան է ասում՝ մոռանալ անցյալը և բարի կամք դրսևորել ապագայի նկատմամբ։ Հոգևոր ամուսնության պայմանագիրն ու պարգևները։ Տեսա՞ր ինչպիսին են նրա շնորհները, տեսա՞ր
ինչպիսին է Փեսան նրանց հանդեպ, ում կանչում է դեպի իրեն, եւ եթե կամենում եք, եկեք տեսնենք նաև այս հոգևոր ամուսնության կարևորությունն ու հետևանքը։ Ինչպես աշխարհիկ ամուսնության մեջ պետք են օժիտի փաստաթուղթ, նվերներ, ամուսնու նվերների եւ ապագա հարսի օժիտի պայմանագիր, ուրեմն հոգևոր ամուսնության մեջ բնական է, որ տեղի ունենա այդպիսի բան։ Հասկանալու համար մարմնավորից տեղափոխվենք դեպի հոգևորը, դեպի ավելի մոտիկա Աստծուն։ Կա արդյոք օժիտի պայմանագիր այս ամուսնության մեջ։ Չկա ոչինչ բացի Փեսային հնազանդվելուց եւ համաձայնելուց։ Իսկ որոնք են այն նվերները, որ Փեսան բերում է ամուսնությունից առաջ։ Լսենք Սուրբ Պողոսին. Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ սրբացնի ավազանի մաքրությամբ, խոսքով, որպեսզի նա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա։ Տեսնում եք նրա պարգևների մեծությունը, տեսնում եք նրա սիրո անճարելի պարգևները, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, ոչ ոք երբևէ չի անի այդ, չի թափի իր արյունը այն կնոջ համար, որը պիտի իր հարսը դառնա։ Սակայն բարի Տերն իր անսահման գթասրտությամբ համաձայնեց այս մեծ եւ հրաշալի զոհաբերությանը։ Նրա համար միջնորդ եղավ, որպեսզի իր սեփական արյունով ինքը կարողանա սրբացնել նրան, որպեսզի մաքրելով նրան ավազանի մկրտությամբ, ինքը կարողանա իր առաջ փառավոր կերպով կանգնեցնել եկեղեցին։ Սրա համար նա թափեց իր արյունը եւ հանդուրժեց խաչին, որ դրա միջոցով ինքը կարողանա ազատորեն մեզ նույնպես սրբացնել, կարողանա մաքրել մեզ ավազանից վերստին ծննդյան միջոցով եւ կարողանա իր առաջ կանգնեցնել նրանց, ովքեր նախկինում անպատիվ էին եւ անկարող համարձակությամբ խոսելու, բայց այժմ փառավոր են առանց արատի, աղտեղության կամ սրանց նման այլ բանի։ Տեսաք, թե ինչպես ասելով, որ սրբացնի եւ իր առաջ փառավոր կերպով կանգնեցնի եկեղեցին, որ ոչ մի արատ կամ աղտեղություն կամ նման բաներից ոչինչ չունենա, նա մեզ ցույց է տալիս, որ դրանից առաջ եկեղեցին անմաքուր վիճակում էր։ Քննիր այս ամենը, Քրիստոսի նոր զինվոր, եւ մի նայիր ոչ չարիքներիդ մեծությանը, ոչ էլ մեղքերիդ բազմությանը, ավելի շուտ խորիր այս խոսքերի մասին եւ մի սասանվիր քո ճանապարհին։ Դու լավ գիտես Տիրոջ արատաձեռնությունը, նրա շնորհների մեծությունը, նրա պարգևների առատությունը, եւ բոլորդ, ովքեր այստեղ մեծարված եք, քաղաքացիության մեջ ընդունված լինելով, ցույց տվեք բարի կամք եւ առաջ եկեք։ Հեռացրեք ձեզնից այն ամենը, ինչ գործել եք մինչև հիմա, եւ ձեր ամբողջ սրտով ապացուցեք, որ մոռացել եք անցյալը։ Հավատացեք Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Այժմ դուք լավ գիտեք, թե ինչպիսին եք դուք եւ ինչ վիճակում գտավ քեզ Տերը, երբ թույլ տվեց քեզ մոտենալու իրեն։ Նա ոչ հայտնաբերում է ձեր մեղքերը եւ ոչ էլ դատ է պահանջում ձեր սխալների համար։ Հետևաբար դու նվիրաբերում ես քո լավ բաժինը եւ դավանում ես նրա հավատը ոչ միայն քո շուրթունքներով, այլև քո մտքով, քանի որ ասում է նա, արդարանալու համար սրտով պետք է հավատալ եւ փրկության համար պետք է խոստովանել բերանով։ Հասկանալու համար պետք է զորավոր հավատ ունենալ եւ լեզվով պետք է ազդարարել խոստովանելով մտքի ամուր վճռականությունը։ Ուրեմն հավատը սկիզբն է Աստծո երկյուղի ու բարեպաշտության։ Թույլ տուր ինձ համառոտակի խոսել քեզ հետ այս հավատի մասին։ Այսպիսով մենք կարող ենք անկոտրելի հիմք դնել, ապա ապահովաբար կարող ենք կառուցել ամբողջ շենքը։ Ուստի պատշաճ է, որ ով զինվորագրվել է այս հոգևոր բանակին, հավատա համայնի Աստծուն,
մեր Տեր Հիսուս Քրիստոսի հորը, ամեն բանի սկզբնապատճառին, որն անճարելի է, անհասանելի, որն իր արությամբ ու գթասրտությամբ արարեց ամեն ինչ։ Եվ Հիսուս Քրիստոսին, նրա միածին որդուն, մեր Տիրոջը, որն ամեն բանով նման և հավասար է հորը նրա նմանությամբ, որն անփոփոխելի է, էակից, բայց ճանաչվում է իր իսկ անձով, ծնված հորից անճարելի կերպով, որը կար ժամանակներից առաջ և արարիչն է բոլոր ժամանակների, որը ժամանակի մեջ ավելի ուշ մեր փրկության համար ծառայի կերպարանք առավ և մարդացավ, բնակվեց մարդկանց մեջ, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ։ Դուք պետք է հավատի այս խոսքերը ամուր պահեք ձեր մտքում, որպեսզի հեշտությամբ չընկճվեք սատանայի խաբեություններից։